Բարև բոլորին, բարի եկել Աստծո տունը, նրանք ովքեր ինձ չեն ճանաչում, ես Անաշեն եմ, Թադեյկինը, եւ այսօր ուրախ եմ այս առիթի համար, որ կարող եմ միասին ձեզ հետ Աստծուն ծառայենք, պաշտենք եւ փառաբանենք։ Սկսենք մեր առաջի երգը, ասենք տոնն է ցնծության, եկենք մենք երգենք, քանի որ Քրիսմասի օրերում ենք եւ Հիսուսի ծնունդն ենք տոնում, տոնը ամեն օր մեզ համար տոնը եւ այսօր էլ տոնում ենք նորից, տոնն է ցնծության։ Այո, կարող եք ծափերով միանալ։ Ցնծության եկեք երգենք ծաղմոս ասենք Տերոջ համար տոնն է ցնծության եկեք մենք երգենք ծաղմոս ասենք Տերոջ համար փառաբանենք եւ օրնելով երգենք նոր երգեր եւ օրնելով երգենք նոր երգեր Հալելույա 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 Ով Հիսուս իմ Տեր պաշտելի Աստված այժմ օրհնի մեզ բոլորին Ամեն Եկեք մենք երգենք Տերոջ մոտ փառաբանենք եւ օրնելով երգենք նոր երգեր փառաբանենք եւ օրնելով երգենք նոր երգեր Հալելույա 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 Ամեն Hallelujah, 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 hallelujah. I will celebrate, sing unto the Lord, I will sing to him a new song. I will celebrate, sing unto the Lord, I will sing to the new song. I will praise him, I will sing to him. I will praise him. I will sing to him a new song. Hallelujah, 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 hallelujah. Փառք Հիսուսին. Արժանի է մեր Տեր ամեն փառքերին, հալելույա Փառք ես Տեր Տեր օրհնում ենք քեզ, մեծարում ենք քեզ, շնորհակալ ենք քեզանից, որ այստեղ ներկա ես ով իմ Տերս եւ տեսնում ես մեկ առ մեկից մեր սրտերը, մեր մտքերը, մեր էությունը դու տեսնում ես Հիսուս Ուզում ենք գանք քո առջև եւ խոնարհվենք ով իմ Տերս Եվ պաշտենք, փառաբանենք քեզ Հիսուս ջան, քանի որ միայն դու ես արժանի ամեն փառքերի Հիսուս, եւ շնորհակալություն հայտնենք այն ամեն բաների համար, որ մեզ տվել ես Հիսուս ջան, այն ամեն աղոթքների համար, որ պատասխան ես տվել, այն ամեն կարիքների համար, որ ունեցել ենք դու հոգացել ես Հիսուս ջան, այն ամեն բժշկությունների համար, այն ամեն հրաշքների համար, փառք ենք տալի քեզ Հիսուս ջան, եւ շնորհակալ ենք քեզանից Հիսուս։ Եվ միասին երգենք ասենք, փառաբանում եմ քեզ, իմ արարիչ, որ կյանքս փրկեցիր Հիսուս փրկիչ։ Միշտ կհետևեմ քեզ Տեր իմ կյանքում եւ կլինեմ այնտեղ քեզ հետ դրախտում։ Ամեն։ Փառաբանում եմ քեզ, իմ արարիչ, որ կյանքս փրկեցիր Հիսուս փրկիչ, միշտ կհետևեմ քեզ Տեր իմ կյանքում
Եվ կլինեմ այնտեղ քեզ հետ ռախտում Միշտ կհետևեմ քեզ Տեր իմ կյանքում Եվ կլինեմ այնտեղ քեզ հետ ռախտում Քո սերը ով իմ Տեր որ տվեցիր Պիտի պատմեմ երգեմ Փառաբանեմ Անհուն է սերը քո Աստվածային Որ փրկեցիր արյամ Ոչ աշխարհին Անհուն է սերը քո Աստվածային Որ փրկեցիր արյամ Ոչ աշխարհին Խաղաղության համար Փառքեմ տալիս ով Տեր ուրախ կյանքիս երջանկությանս համար Փառքեմ տալիս քեզ Տեր կյանքիչին Եկեք նորից ասենք խաղաղությանս համար փառքեմ տալիս ով Տեր ուրախ կյանքիս Խաղաղության համար փառքեմ տալիս ով Տեր ուրախ կյանքիս երջանկությանս համար փառքեմ տալիս ես քեզ ստեղծիչիմ երջանկությանս համար փառքեմ տալիս ես քեզ ստեղծիչիմ Տեր Հիսուսին Հալելույա Հիսուս փառքես Աստծո խոսքը Մատթեոս ավետարան առաջի գլուխ 23-րդ համար ասում է Ահագույսը պիտի հղանա եւ մի որդի պիտի ծնվի եւ նրա անունը պիտի կոչվի Էմանուել որ նշանակում է Աստված մեզ հետ Այո այս օրերը տոնում ենք մենք Էմանուելի ծնունդը որ Աստված մեզ հետ է ամեն օր ամեն վայրկյան եւ ամեն ժամանակ Եկեք միասին ասենք Հիսուս քաղցր է անունդ Սիրելի փրկիչ, փառած արքա, Էմանուել Աստված մեզ հետ, գովելի փրկիչ, զորած արքա, միասին երգենք Հիսուս քաղցր է անունը սիրելի փրկիչ փառած արքա Էմանուել Աստված մեզ հետ գովելի փրկիչ զորած արքա Հիսուս քաղցր է անունը սիրելի փրկիչ փառած արքա Էմանուել Աստված մեզ հետ գովելի փրկիչ զորած արքա
Կացրե անունը Սիրելի փրկիչ Փարածարքա Էմանուել Աստված մեզ հետ Գովելի փրկիչ Զորածարքա Կացրե անունը Սիրելի փրկիչ Փարածարքա Էմանուել Աստված մեզ հետ Գովելի փրկիչ Զորածարքա Շնորհակալ ենք քեզանից Հայր, փառքես, ամեն։ Եկեք շարունակենք մեր պաշտամունք, ասենք Հիսուսն է կյանքը եւ ճանապարհը։ Եվ էլ ուրիշ կյանք չկա աշխարհում, միայն Հիսուսն է։ Ամեն։ Այո, զափերով կարող միանաք մեզ։ Կյանքը ու ճանապարհը էլ ուրիշ կյանք չկա աշխարհում Հիսուսի շնորհքով փրկություն ստացանք դե եկեք փառաբանենք նրան Հիսուսն է կյանքը ու ճանապարհը էլ ուրիշ կյանք չկա աշխարհում Հիսուսի շնորհքով փրկություն ստացանք դե եկեք փառաբանենք Հալելույա, հալելույա Փառքես, որ մեզ կյանք ես պարգևել Հալելույա, հալելույա Փառքես, որ մեզ կյանք ես պարգևել Դու կյանքի աղբյուր, դու լույսի աղբյուր Դու սիրո աղբյուր ես իմ Հիսուս Դու կյանքի աղբյուր, դու լույսի աղբյուր Դու սիրո աղբյուր ես իմ Հիսուս Դու փառավոր ես, դու թագավոր ես Փառքես, որ մեզ կյանք ես պարգևել Դու փառավոր ես, դու թագավոր ես Փառքես, որ մեզ կյանք ես պարգևել Հալելույա, հալելույա Փառքես, որ մեզ կյանք ես պարգևել Հալելույա Փառքես, որ մեզ կյանք ես պարգևել Փառքես, որ մեզ կյանք ես պարգևել Փառքես, որ մեզ կյանք ես պարգևել Ամեն Եվ մեր վերջի երգը կերգենք միասին Եվ հետո Աստծո խոսք կլսենք Եկեք պաշտենք թագավորին Ես կասեմ, դուք կկրկնեք հետ ասեք Ես կասեմ եկեք պաշտենք Դուք էլ իմ հետ ասեք եկեք պաշտենք, okay?
չանենա խաղաղության արդարության ճշմարտության ծնվել է նա մի մսուրու թող ծնվի նա մեր սրտերում միասին Փառք Հիսուսին Փառք Հիսուսին Փառք Հիսուսին Փառք ու պատիվ Հիսուսին երկում ենք Փառք Հիսուսին Փառք Հիսուսին Փառք Հիսուսին Փառք ու պատիվ Հիսուսին Փառք ու պատիվ Հիսուսին Փառք ու պատիվ Հիսուսին Հալելույա ամեն Խնդրեմ համեցեք նստեք Փառք Հիսուսին, ամեն։ Փառք իրոք Հիսուսին։ Մի հատ աղոթենք, երեխաներ, եթե կան, թող որ կան առաջ եւ միասին կաղոթենք իրանց հետ։ Այո։ Աստծո խոսքն ասում է Աստված երեխաներին այսպես սովորացել է, որ իրանք փառք տան։ Հիշում եք Հիսուսը որ ներս է մտնում Երուսաղեմ, երեխաները ասում են ինչ Էմանուել, Հոբսաննա, Փառք Հիսուսին, այո, եւ թող որ աղոթենք միասին։ Տեր իմ Հիսուս ջան, փառք ենք տալի քեզ Տեր։ Շնորհակալ ենք այս առիթի համար, որ ունենք, որ քո տանդ մեջ քեզի փառք ենք տալի։ Շնորհակալ ենք այս փոքրիկների համար։ Աղոթենք որ քո ձեռքն իրանց վրա լինի։ Իրանց կյանքը, իրանց միտքը, իրանց ապագան դու առաջնորդես իրանց, Տեր իմ Հիսուս ջան։ Աղոթենք որ պաշտպանես իրանց թշնամուց եւ աշխարհից։ Տեր իմ Հիսուս ջան, թող որ իրանց ոտքերը լինի այդ նեղ ճանապարհի վրա։ Եվ ամբողջ իրանց կյանքի օրերը հետևեն քեզ։ Այս նոր տարին, որ սկսում ենք, աղոթեմ, որ ամենս քո ճանապարհի մեջ մի քայլ ավելի մոտ կանանք քեզ։ Հիսուս Քրիստոսի անունով ենք աղոթում եւ օրհնում ենք այս փոքրիկներին։ Ամեն։ Տերն օրհնի ձեզ երեխեք, կարող եք գնալ ձեր դասարանը։ Փառք Հիսուսին։ Այո, շնորհակալ ենք նույնպես մեր եղբորը եւ քրոջ համար, սոր գեղեցիկ երգեր երգան Տիրոջ համար, Տերն իրանց օրհնի։ Գիտեք, մի հատ իմ ամենասիրած Աստվածաշունչի համարներից գալիս է 2 Թիմոթեոս 4:7, ով գիտի այս համարը։ Գիտես, այս Պողոս առաքյալն է խոսում եւ այսպես է ասում է ես բարի պատերազմը պատերազմել եմ, ամբողջ տարածքը ես վազել եմ եւ իմ հավատքս պահել եմ եւ հիմա ժամանակն է, որ իմ թագս ստանամ։ Գեղեցիկ խոսք է, չէ՞։ Այս խոսքից մենք սովորում ենք, որ մենք պետք է բարի պատերազմը պատերազմենք։ Ամեն։ Կուզենամ շրջես քո հարևանին եւ ասես բարի պատերազմը պատերազմի։ Այո։ Գիտեք, Իսրայել ազգը իրանք Աստված ասեց, որ իրանք պետք է մտնեն խոսմունքի երկիրը։ Եվ նախքան որ իրանք մտնին այդ խոսմունքի երկիրն, ասում է պետք է տարբեր թշնամիների դեմ գնաք եւ պատերազմեք։ Եվ տեսնում ենք, որ իրանք գնում են տարբեր թշնամիների դեմ, որոշները սրանցից հսկա են լինում։
Եվ շատերը հետաքրքիր է, որ իրանց մեջ թերահավատ են լինում։ Շատերը վախ ունեն իրանց սրտի մեջ, գնում են, նայում են, ասում են, որ մենք չենք կարող թշնամուն հաղթենք։ Մենակ 2 հոգի այդ սերունդից հավատքով են, կանգնում են եւ բարի պատերազմը պատերազմում են։ Քաղեբը եւ Հեսուն, այո։ Եվ հետաքրքիր է, մնացածը լրիվ անապատի մեջ մահանում են, գնում են։ Եվ նույնպես նայում ենք Դավիթի կյանքը։ Գիտեք, Դավիթը զինվոր էր, փոքր հասակից, ինքը պատերազմող էր։ Բայց գիտեք, կարդում ենք երկրորդ Թագավորաց 11:1 եւ Աստվածաշունչը այսպես ասում է. ժամը, որ թագավորները գնում են պատերազմի, ինքն ինչ անում, տուն ամնում, չի գնում այդ անգամ։ Այդ սեզոն կա պատերազմի, բայց այդ սեզոնում ինքը մնում է տունը։ Եվ տեսնում ենք, որ ինքը ընկնում է փորձանքի մեջ եւ մեղքի մեջ։ Սիրելիս, պատերազմի սեզոնը պիտի պատերազմենք։ Որոշները կան, այսպես են մտածում, որ դե չեմ ուզում։ Ես հիշում եմ տարիներ առաջ մի հատ հովիվ էր, այսպես ասեց, որ ես չարի հետ գործ չունեմ, չարն էլ իմ հետ գործ չունի։ Ամենս հանգիստ մեր կյանքն ենք ապրում։ Բայց գիտեք, այսպես չի։ Այսպես չի։ Հիսուսը այսպես ասում է, կամ դու իմ հետ ես, կամ իմ հակառակն ես։ Երկու հատ տարբերակ կա, սիրելիներ։ Եվ երբ որ դու մի տարբերակն ես ընտրում, մյուս թագավորությունը հարձակվում է քո վրա։ Եվ Տերը կանչում է մենք լույս լինենք խավարի մեջ եւ աղ լինենք։ Գիտեք, լույս լինելը հրավիրում է թշնամուն, որ հարձակվի եւ վտանգներ ունի։ Եվ Հիսուսն այսպես ասում, որ ով է վերցնում լույսը եւ ծածկում է ամանի տակ։ Դա իմաստ ունի ոչ։ Այսինքն, երբ որ Տերը լույսը տալիս է, մենք պետքա քաջ կանգնենք իր համար։ Ամեն։ Եվ կուզենամ այս հետաքրքիր խոսքը Հայտնություն 21:8 եւ այս համարի մեջ Տերը բարձում է ամեն ընդրանք, որ գնալու են դժոխք։ Եվ այսպես ասում, որ մարդասպանները, շնացողները, ընդրանք որ կախարդ են, ընդրանք որ կրկապաշտ են եւ սուտասան են, կմտնեն դժոխք։ Բայց գիտեք, հետաքրքիր բան ավելացնում, ասում է վախկոտները նույնպես կմտնեն դժոխք։ Հետաքրքիր է, չէ՞։ Այն մարդ չի մտածում, որ վախկոտներ են, նրանք որ պատերազմի դաշտից փախնում են վախի պատճառով, նրանք չեն մտնի դժոխք, բայց այստեղ ասում է իրանց տեղը դժոխքում է։ Զարմանալի է։ Եվ կուզենամ, որ մի քիչ կխորանանք, կբացատրեմ այս համարը։ Բայց առաջ կուզենամ, որ բացատրենք, որն է մեր պատերազմը։ Գիտեք, շատ մարդիկ կան, որ այս համարները կարդալով իրանք սխալ պատերազմն են պատերազմում։ Գիտես, սիրելիս, մեր թշնամին մեր ամուսինը չի։ Մեր թշնամին մեր կինը չի։ Մեր թշնամին մեր քույր եւ եղբայրը չեն։ Աստծո խոսքի մեջ Եփեսացիս 6:12-ն ասում է, մենք չենք պատերազմում արյան եւ մարմնի դեմ։ Ամեն։ Մեր պատերազմը ումի հետ է չար հոգիների դեմ է, որ բարձր տեղերում են։ Եվ գիտեք, այս աշխարհի իշխանը չարն է։ Գիտեք, եւ ուզենանք չուզենանք, եթե մենք
Տիրոջ հետ ենք քայլում, պատերազմի մեջ ենք հայտնվում։ Տերը սրանք ասում է, որ մենք պատրաստ լինենք։ Եվ մյուս բանը, որ ես կուզենամ նշեմ, սա է, որ շատերը շփոթվում են, որ որն է հաղթանակը։ Գիտեք, հաղթանակը Աստվածաշունչ շատ է խոսում սրա մասին։ Հաղթանակը որոշները մտածում են, որ կարող է հարստությունն է, հաջողությունն է։ Այս կյանքը, որ ապրում ենք, որոշներն այսպես են ասում, որ դե ես հարուստ եմ։ Տերն ինձի օրհնել է։ Հաստատ Տերը իմ կողմն է, եւ ես հաղթանակով եմ վերջացրի, որտեղ որ ես հարուստ եմ։ Բայց գիտեք, Ղուկաս 16:19 Հիսուսը որ առակն է տալի Ղազարոսի եւ հարուստ մարդի, հարուստ մարդն ինչ է լինում։ Գնում է դժոխք։ Հարուստ մարդը, որ իր կյանքը խնջույքով, ուրախությունով ապահովված էր, վերջը հայտնվում է դժոխք։ Իսկ աղքատ մարդը Ղազարոսը, որ ինքը իր մարմնի վրա վերքեր էր, գրված է, որ շուները գալիս են եւ իրան լիզում են այդ իր վերքերը։ Սոված էր ինքը, աղքատ էր, վիճակը լավ չէր։ Նա գնաց Աբրահամի մոտ։ Նա գնաց դրախտ։ Այս երկուսից որն էր, որ հաղթանակով վերջացրեց։ Ղազարոսը։ Հավիտենական հաղթանակի մեջ հայտնվեց Ղազարոսը։ Տերն ասում է, որ չշփոթվենք, որն է հաղթանակը, ժամանակավորը, գիտեք, այս կյանքն է։ Իսկական մեր տունը հավիտենականում է։ Եվ երկրորդ բանը, որ մարդիկ շփոթվում են, հայտնիության մեջ է, մեկը որ ընդունված է լինում միջավայրից։ Գիտեք, կարծում են, որ մեկը որ հայտնի է, կամ միջավայրի մեջ ամեն իրան սիրում են, դա հաստատ հաղթանակի մեջ է։ Բայց երբ որ նայում ենք Աստծո խոսքը, Ղուկաս 6:26, Հիսուսն այս խոսքն է ասում, որ վայ ձեզ, եթե ամենը ձեր մասին լավ են խոսում։ Որտեղ որ նույն ձևով ինչին անում, մարդիկ խոսում են սուտ մարգարեների մասին։ Ուրեմն ժողովրդի ընդունելու մեջ էլ չի հաղթանակը։ Այս խոսքն է դա ասում։ Եվ Պողոս առաքյալն էլ նույնպես գեղեցիկ խոսք ունի Գաղաթացիս 1:10, ասում է, որ եթե ես փնտրում էի մարդկանց աչքին ընդունելի լինեի, ես Տիրոջ ծառան չիմ լինի։ Գիտեք, մենք որ ընտրել ենք Քրիստոսին, մենք ընտրել ենք նեղ ճանապարհը, դժվար ճանապարհը։ Հեշտ ճանապարհը չենք ընտրի։ Հեշտ ճանապարհն է, որ ամենը ընդունում են, ասում են, էսի է։ Եվ Հիսուսը շատ գեղեցիկ նույնպես խոսք է ասում իր աշակերտներին։ Այս նույն բանի մասին, Հովհաննես 15:19։ Հիսուսն ասում է, եթե դուք պատկանիք աշխարհին, աշխարհը ձեզի շատ կսիրեր, կընդուներ ձեզ։ Բայց դուք աշխարհից չեք պատկանում աշխարհին, որտեղ որ ես ձեզ ընտրել եմ աշխարհից դուրս եմ բերել, եւ դրա պատճառով աշխարհը ձեզի ատում է։ Սիրելիս, եթե դու այսօրում ատված ես, որտեղ որ ճիշտն ես անում, ես ուզում եմ քեզի քաչալերեմ։ Մի հուսահատվի, մի տխրի, շարունակի քո ճանապարհը։ Տերը այսպես այս խոսքով ասում է, որ դու իմն ես։ Իհարկե լավ բանի համար, այո, ես չեմ ասում, եթե սխալ ենք անում, այդ ժամանակ մարդիկ ասում են,
ոչ, էդի չեմ ասում։ Եվ մյուս բանը, որ տեսնում ենք, որոշները շփոթվում են, ասում են, այս հաղթանակա դիրքն է։ Գիտեք, մարդիկ կան, որ ասում են, որ ես եթե հասնեմ այսինչ դիրքին, թագավոր լինեմ, կամ հարգված ինչ-որ դիրքի հասնեմ, էդի հաղթանակն է։ Բայց տեսնում ենք Հիսուսի կյանքի մեջ, Հիսուսին գալիս են եւ ուզում են թագավոր դարձնեն։ Հիսուսն իրանց կերակրել է եւ ասում են, որ դու պետք է մեր թագավորը լինես։ Հիսուսն ինչ ասում։ Ասում է ոչ, թողնում է գնում է եւ հետո ասում է իմ թագավորությունը այս աշխարհից չի։ Այս աշխարհից չի։ Եվ բարի սամարացու առակի մեջ տեսնում ենք 3 տարբեր մարդիկ տարբեր դիրքերում։ Առաջինը քահանա է լինում, շատ հարգված դիրք է ունենում։ Եվ երկրորդը Լևի է լինում, նա էլ նույնպես բարձր դիրք է ունենում։ Բայց տեսնում ենք, որ այս երկու անձնավորությունը, որ այդպես հարգված դիրք են ունենում, Աստծո կամքը չեն անում։ Ով է Աստծո կամքն անում։ Սամարացին, որ այլազգ էր, գալիս է Աստծո կամքի մեջ եւ Աստծո սերն է այդպես ցույց տալի եւ Հիսուսն էլ այսպես օրինակ է բերում։ Ուրեմն այստեղ սովորում ենք, որ դիրքից չի եւ ընդհակառակ Պողոս առաքյալը առանցի Կորինթացիս 4:13 ասում է մենք արդեն դարձել ենք այս աշխարհի աղբը։ Ինչ բան է ասում, այսինքն այս աշխարհի տեսակետից մենք աղբ ենք։ Խոսացինք մեկ քիչ որն է, որ հաղթանակ չի։ Նայեք, սրանք աշխարհային տեսակետից է հաղթանակներ, որ Աստծո խոսքը հակառակն է։ Եվ գիտեք, սիրելիներ, ես համոզված եմ, որ շատ զարմանալու ենք երկնքում ովքեր են լինելու։ Կարող է մեկերը լինեն, որ սկի մարդիկ չեն ճանաչում իրանց։ Բայց իրանք այս բարի պատերազմը պատերազմել են եւ Տերը շատ իրանց համար առանձնահատուկ լավ տեղ է պատրաստել իրանց համար։ Եվ գիտեք, մարդիկ կան, որ մտածում են, որ մեկը որ մերժված լինի ժողովրդից կամ ինքը վիրավորված լինի իր սիրտը, այդ անձնավորությունը պարտված է։ Չէ՞։ Հաճախ մենք չենք մտածում, որ մեկը որ վիրավորված է կամ ինքը մերժված է ժողովրդից, որ այդ մարդը հաղթանակի մեջ է։ Բայց գիտեք ումի մասին է այս բաները գրված։ Երբ որ բացում ենք Եսայա 53:3, Հիսուսի մասին է այսպես խոսքեր ասում։ Ասում է Հիսուսը մեկն էր, որ ծանոթ էր վիշտի եւ տխրության հետ։ Ծանոթ էր, մտերմացել էր այս զգացմունքներով։ Եվ ասում է, որ իրան մերժեցին ժողովուրդը։ Գիտեք, այսօրում գեղեցիկ երգեր ենք երգում Հիսուսի համար, փառք ենք տալի իրան, բայց Հիսուսն առաջ եկավ հրեաների համար, գիտեք, եւ հրեաները իրան մերժեցին։ Անցած շաբաթ ես ասեցի, որ Հիսուսը որ եկավ, տեղ չհայտնվեց Բեթլեհեմում։ Գոմում ինքը ծնվեց։ Ստեղծագործիչը որ լրիվ ստեղծել է, ինքը մերժվեց։ Բայց գիտեք, այս ամեն ինչից հետո Տերն էս խոսքն է ասում, Հովհաննես 16:33. Ես հաղթահարել եմ աշխարհին։ Եվ ասում է, սրանից հետո մարդու որդին Աստծո աջ ձեռքում կլինի։
Էսի Ղուկաս 22:69-ն է։ Զարմանալի է Տիրոջ տեսակետը։ Նայեք մեր տեսակետով ով է հաղթանակը։ Մեկը որ շքեղ է, մեկը որ դիրք ունի, մեկը որ սենց հարգված է միջավայրի մեջ։ Տիրոջ տեսակետից լրիվ հակառակն է։ Եվ ասում է ես հաղթահարել եմ աշխարհին։ Եվ շատ գեղեցիկ խոսք ունի առաջի Հովհաննես 5:4, որ սրա շարունակությունն ասում է, ով որ Աստծուց է ծնված, նույնպես հաղթահարում է աշխարհին։ Էսի ծրագիրն է Տիրոջ համար, որ մենք նմանվելով Հիսուսին նույնպես հաղթահարենք աշխարհին։ Եվ գիտեք, այս բանը տեսնում ենք նույնպես Պողոս առաքյալի կյանքի մեջ։ Պողոս առաքյալի պատմությունը, երբ որ կարդում ենք սկիզբից, տեսնում ենք, որ ինքը շատ հարգված փարիսացի է լինում։ Փարիսացիների սերունդից ինքը այսպես զգում է, որ ինքը Տիրոջ գործն է անում։ Բայց տեսնում ենք, երբ որ ինքը ապաշխարում է, ինչ է լինում իրան։ Առաջի բանը, որ փորձում են անեն, փարիսացիք ուզում են սպանեն իրան, անմիջապես։ Ուզում են սպանեն իրան եւ գիտեք տարբեր դեպքեր է պատահում իրան։ Ասում է 3 անգամ փայտերով ես ծեծվել եմ, Պողոս առաքյալն է ասում։ 1 անգամ իրան քարկոծում են։ Քաղաքից դուրս են գցում, մտածում են, որ այս մարդը մահացած է եւ ինքը վերակենում ու գնում է։ Գիտեք, ասում է 3 անգամ նավակի մեջ որ լինում է խորթակվում է։ Ասում է նույնպես մի օր ու կես ինքը ծովի մեջ մենակ այդպես լողանում է։ Այսպես օրերը անցկացնում եւ ինքն ասում է պահեր է լինում, որ ես բավականի ուտելիք չեմ ունենում, բայց ես սովորում եմ։ Եվ գիտեք, մի անգամ ինքը այդ նավակից որ խորթակվում է, ինքը գալիս է կղզիում է հայտնվում, այդպես գնում է, որ փայտ հավաքի, թույնավոր օձ է իրան խփում։ Եվ ժողովուրդը ինչ են մտածում, ասում են, այս հաստատ մարդասպան է, ինչ հանցակորց չար մեկն է, որ չնայած որ այս նավակից եկել է հասել է կղզի, բայց Աստված ուզում է իրան հաստատ սպանի, այս օձն է ուղարկել։ Բայց տեսնում ենք, որ ինչ ալնում այդ թափատալի կրակի մեջ եւ ժողովրդի գաղափարը մի անգամից փոխվում է, ասում, այս Աստված է, որ ստենց է։ Ուրեմն սիրելիներ, տեսնում ենք, որ դժվարությունը գալիս է։ Եվ անգամներ ես խոսացել եմ սրա մասին, չեմ ուզում շատ խոսամ, բայց Տերը թույլ է տալի ցավ եւ դժվարություն իր ծառաների համար, որ տեսնի իրանց սերը։ Տերն իր սերը ցույց տվեց ինչպես իր միածին որդուն տվավ։ Գիտեք, Հիսուսին նայեցին խաչի վրա, ասեցին, արիցած, կհավատանք, ցավդ վերջացրու։ Սատանան էլ նույնպես Հիսուսին ինչ ասում, ասում է, սոված ես, այս քարերը դարձրու հաց, քո ցավը վերջ դուր։ Բայց Հիսուսը ինչ որ վերջ է ցավի մեջով անցնում է, որտեղ որ ինձ եւ ձեզ սիրում է։ Ամեն։ Եվ ուզում եմ մենք էլ իրանց սիրենք։ Մենք էլ իրանց սիրենք։ Սերը հայտնվում է, երբ որ մենք ցավի մեջով անցնում ենք եւ հավատարիմ ենք մնում իրան։ Էդի իսկական հաղթանակն է, սիրելիս։ Եվ երբ որ նայում ենք հայտնության մեջ, շատ հետաքրքիր բաներ է, ես դրանք ուզում եմ նշեմ, կարող է կարդացել եք, չեք նկատի, հայտնություն 7 Այստեղ խոսում է 144,000 անձնավորությունները, որ այդ վերջի օրերում հավատարիմ վերջացնելու են։ Եվ
այսպես ասում որ արցունքներ կա իրանց դեմքի վրա։ Եվ Տերը ամեն այդ արցունքները մաքրում է իրանց դեպքից։ Նույն բանն էլ տեսնում ենք Հայտնություն 21 2-7 հարսը Հիսուսի։ Այդպես նկարագրում է, որ իրանց դեմքին այդ անձնավորությունները, որ հարսի մասնիկներն են, արցունք կա իրանց դեմքի վրա։ Եվ Տերը գալիս է եւ նորից սրբում է իրանց դեմքից։ Սիրելիս, էսել Տիրոջ ձևն է։ Գիտեք, Սուրբ Հոգին ինչ անում, մխիթարիչն է, մխիթարում է։ Եվ այստեղ էլ նույնպես տեսնում ենք, որ սրբում է արցունքները եւ ասում է, որ այնտեղ արցունք չի լինի։ Եվ մի քիչ կուզենամ խոսամ, որ իսկական հաղթանակը որն է։ Գիտեք, առաջի բանը, որ չարը շատերի կյանքի մեջ ուզում է անի, ուզում է մեզի տանի կոմպրոմիսի մեջ։ Գիտեք, չարը չի ուզում, որ 100-ից 100% մենք իրան նվիրվենք։ Չարը ուրախ կլինի, եթե մի բանի մեջ մենք կոմպրոմիսի եթանք եւ հանձնվենք իրան։ Եվ գիտեք, կոմպրոմիսը վերջը մարդուն տանում է դժոխք։ Կոմպրոմիսը դուռը բացում է չար հոգիներին։ Եվ քանի հատ օրինակ ես կուզենամ ձեզ տամ Աստվածաշնչին, առաջի օրինակը Հուդան է։ Գիտեք, Հուդան ընտրված մեկն է լինում, Հիսուսի աշակերտն է լինում։ Շատերը կանչված են, բայց քիչերը ընտրված։ Հուդան ընտրված մարդ է լինում։ Եվ ինքը կոմպրոմիսի է ենթարկվում։ Գրված է, որ Հուդան գանձանակից գողանում էր։ Եվ Հիսուսը չի իրան մի բան ասում, ոչ մի բան չի ասում։ Եվ զարմանալի է հետի, որ ինքը շարունակ գողանում է, բայց Հիսուսն իրան բան չի ասում։ Բայց տեսնում ենք, որ այդ դուռը, որ բացում է, չարը վերջն այդ դուռի մեջով ներս է մտնում իր մեջ, վերջի ընթրիքին։ Հիշում եք այդ պահը։ Այդ նույն ագահության հոգին, այդ դուռը, որ բաց է լինում, չարը ներս է մտնում եւ մատնում է Հիսուսին փողի համար։ Պատկերացնում եք, կոմպրոմիսը դուռը բացում է չարին։ Երկրորդ օրինակը, որ կուզենամ բերեմ, Սավուղ թագավորն է։ Ինչպես որ գիտեք, Սավուղ թագավորն էլ նույնպես օծված թագավոր է լինում Աստծո կողմից։ Եվ գրված է, որ ինքը ամեն մարդկանցից մի ֆիտ ավելի բարձր։ Շատ sense հաղթանդամ մարդ է լինում։ Բայց տեսնում ենք, որ ինքը ենթարկվում է կոմպրոմիսի։ Իր կոմպրոմիսը որն էր։ Ինքն ուզում էր մարդկանց աչքին հաճելի լիներ։ Գիտեք, Աստված իրան այսպես ասում, որ պատերազմից առաջ թող որ զոհը մատուցենք, հետո գնանք պատերազմ։ Բայց պահը որ գալիս է, մարգարեն ուշանում է, ժողովուրդը գալիս են ասում են. լավ էլի, մենք մի բան կանենք։ Մենք ինքներս թող մատաղն անենք, գնանք։ Ինքը փոխարեն Աստծուն լսի, ժողովրդին է լսում։ Մատաղն անում է եւ գնում են։ Երկրորդ անգամը Տերը գալիս է ասում է, որ այս թշնամուն լրիվ միջից տար, իրանց ունեցված չունեցածն էլ միջից տար։ Եվ Տերն իրանց հաղթանակ է տալի այդ թշնամու վրա, բայց երբ որ ներս են մտնում, իր զինվորները նայում են, ասում են. «Հեյ,
Այստեղ թանկարժեք բաներ կա, լավ բաներ կա։ Արի որոշները պահենք մեզ։ Սավուղնել էլի նորից իրանց թույլ է տալի, ասում է օքեյ։ Եվ վերջը տեսնում ենք, որ Տերը ասում է ես փոշմանել եմ, որ իրան թագավոր եմ օծել։ Եվ շատ ցավալի բան է լինում։ Առաջի թագավորած 16-14 Աստծո հոգին թողում է իրան։ Եվ չար հոգի ներս է մտնում իր մեջ։ Սիրելիս, կոմպրոմիսը վտանգավոր է։ Կոմպրոմիսը շուտ պետք է առաջ բռնել։ Սիրելիս, կարող է քո մեջ կոմպրոմիս լինի։ Գիտեք, կուզենամ ես այս օրինակն էլ տամ։ Դավիթը ինքն էլ նույնպես ենթարկվեց կոմպրոմիսի։ Այդ պահը, որ ինքը մեղքի մեջ ընկավ, գիտեք, գրված է, որ ինքը ինչ արեց։ Անմիջապես այդ իր մեղքից հետո։ Ինքը ասեց, որ էսի նորմալ է։ Ինքն ասեց, որ ամենը մեղք են գործում։ Այդ իր աղոթքի մեջ էր Սաղմոսի ոչ։ Դավիթը ոնց է վերաբերվում այդ իր մեղքին եւ կոմպրոմիսին։ Վազում է տաճարը։ Եվ այս աղոթքն է աղոթում, անմիջապես իրան խոնարհացնում է։ Սաղմոս 51:10-10-ից 51:10 մինչև 17։ Տեր իմ սրտիս մեջ մաքուր սիրտ ստեղծիր։ Նոր եւ հավատարիմ հոգի իմ մեջ դի։ Եվ մի քո սուրբ հոգին վերցրուր ինձանից։ Եվ ինձի հնազանդ սիրտ տուր։ Ինչ ասում ես աղոթքի մեջ, որ Տեր, ես չեմ ուզում շարունակեմ այս կոմպրոմիսի մեջ։ Ուզում եմ, որ դու կապ տաս եւ նշում ա ձևը ոնց է Տերը կապ տալու։ Չի ասում ես իմ ուժերով կանեմ։ Ասում է Տեր, քո հավատարմության հոգին դի իմ մեջ, որ ես ուզենամ անեմ, որ ես կատարեմ քո ուզեցածը։ Եվ տեսնում ենք այս աղոթքից հետո ինքը նորից է շնանում ոչ, առիթը լինում է, Աստվածաշունչն էլ նշում է, բայց չի ենթարկվում։ Տիրոջ հոգին է գաղտնիքը սիրելիս։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ Տիրոջ հոգուն հնազանդվենք եւ Տիրոջ հոգին իշխի մեր մեջ։ Եվ պետք է ուզենանք, որ իր ճանապարհի մեջ քայլենք։ Ամեն։ Եվ քանի հատ էլ օտար ես օրինակներ ունեմ, այս օրինակը գալիս է Հեսու 7 Աքան անունով անձնավորություն է լինում, որսի զինվոր է լինում Հեսուի ժամանակ։ Եվ Տերն ասում է, որ երբ որ հարձակվում եք թշնամու վրա, զարթեղենները եւ ոսկիները կնվիրեք ինձ։ Չվերցնեք հանկարծ ձեզ։ Բայց Աքանը նույնպես ագայ է լինում։ Հուդայի պես ինքը ագայ է լինում, փողասեր է լինում։ Եվ ինչ անում, տեսնում է ոսկի, վերցնում է իր համար։ Վերցնում է իր համար եւ դրանից հետո իրանք գնում են պատերազմի դաշտը։ Եվ շատ չնչին թշնամին իրանց հաղթում է։ Սիրելիս, կոմպրոմիսը բերում է պարտվում։ Բերում է defeat անգլերենով։ Կոմպրոմիսից պետք է փախնենք։ Ամեն ինչ պետք է անենք սիրելիս, որ Տերը նոմեր 1-ը լինի մեր կյանքի մեջ։ Եթե մեր սրտի մեջ մենք որ քննում ենք, զգում ենք, որ Տերը նոմեր 1 տեղը չի գրավում, այդ մեր նոմեր 1 աղոթքի թեման պետք է լինի, որ Տեր, ես չեմ ուզում գումարը լինի նոմեր 1,
Չեմ ուզում մարդասիրությունը լինի, որ օտարներն ինձ ընդունեն, ուզում եմ, որ ես դու իշխես իմ սրտից մեջ եւ կատարես քո կամքը։ Առաջի թագավորաց 2:29 տեսնում ենք քահանապետի պատմությունը։ Էլիի պատմությունն է այսի։ Գիտեք, Էլին օծված եւ հարգված մարդ է լինում։ Շատ լավ է սկսում իր կյանքը։ Բայց տեսնում ենք Առաջի թագավորաց 2:29 Աստված իրան հետևյալ խոսքն է ասում. ասում է ինչու ես քո տղաներին հարգում ավելի շատ, քան թե ինձ։ Քո տղաներին ավելի ես հարգում եւ թույլ ես տալի որ իրանք իրանց գերացնեն իմ զոհի վրա։ Այն զոհը, որ մարդիկ տալիս են ինձ։ Եվ տեսնում ենք, որ Տերը համբերում է իրան։ Բայց վերջը մի օրում գրված է, որ համ ինքն է մահանում, համ էլ իր տղաները։ Ինչու, որտեղ որ կոմպրոմիսի ենթարկվեց։ Կոմպրոմիսի չպետք է ենթարկվենք, սիրելիս։ Ուրեմն, ինչպես ենք մենք կարող հաղթահարող լինենք։ Ամեն։ Գիտեմ շատերդ եք ուզում որ լսեք։ Առաջի բանը ուզենամ գնանք Սաղմոս 144 1-2։ Ասма փառք Տիրոջը, որ իմ ժայռն է։ Եվ ինձի սովորացնում է իմ ձեռքերս պատերազմի համար։ Նա ինձի սիրում է։ Եվ նրա մեջ եմ ես բնակվում, եւ ինձի փրկում է, եւ ինձի պաշտպանում է, եւ իմ թշնամու դիմաց հաղթանակ է տալի։ Ուրեմն այստեղից տեսնում ենք, որ Տերն է։ Տերը համ մենք բնակվում ենք իր մեջ, համ ինքը մեզի հաղթանակ է բերում։ Հաղթանակը լրիվ Տիրոջից է։ Եվ երկրորդ խոսքը գալիս է Հռոմեացիս 8:37, այսպես է ասում. մենք ավելի քան հաղթող ենք Քրիստոսի միջոցով, որ մեզի սիրեց։ Ամեն։ Ավելի քան հաղթող։ Մենք սրտերը մեր կյանքը պետքա քննենք։ Իրոք մենք հաղթանակով կյանք ենք ապրում։ Շատերն ասում են, որ ես Հիսուսնի մեջ է բնակվում։ Ստեղ ասում է, որ Հիսուսը, եթե մեր մեջ է ավելի քան հաղթող ենք։ Այսինքն Հիսուսը, եթե իրոք մեր մեջ է, կոմպրոմիսի մենք չենք ենթարկվում։ Եթե էլ ենթարկվենք, անմիջապես առաջը բռնում ենք եւ չենք ուզում շարունակենք։ Եվ առաջի Հովհաննես 5:4 այսպես է ասում. ասում է ամենը նրանք, որ Աստծուց են ծնված, ինչ են անում, իրանք հաղթահարում են աշխարհին։ Ամեն։ Հաղթահարում են աշխարհին։ Աստծուց այդ ծնված անձնավորությունը հաղթանակով առաջ գնում։ Գիտեք, հաղթանակ կա հոգևոր աշխարհի մեջ եւ հաղթանակ կա աշխարհային աշխարհի մեջ։ Շատերը կենտրոնացած են աշխարհային այսպես հաղթանակների վրա։ Բայց Հիսուսն էս խոսքն է ասում, ասма ինչ պետք, որ եթե ամբողջ աշխարհը գնես, քոնը լինի, բայց քո անձը կորցնես, ումին է պետք։
իսկական հաղթանակը սիրելիս երկնքում մենք պետքա հաղթենք։ Ամեն։ Եվ ամենասիրած իմ համարներից մեկը սա է Հակոբոս 4:7 Հանձնվեցեք Աստծուն։ Նայեք, ամեն ինչ սկսում է սրանով։ Հիսուսն ասում է, ձեր ուժերով ինչ եք կարող անեք։ Ոչ մի բան։ Մեր ուժերով ոչինչ չենք կարող անենք։ Այստեղ ասում է հանձնվեք Աստծուն։ Ամեն։ Եվ հետո կարողանում ենք հակառակենք չարին։ Որոշները կան, սենց կոմպրոմիսի են ապրում, ամբողջովի հանձնված չեն Տիրոջը, հետո ուզում են հակառակեն չարին։ Հիշում եք 7 տղաները Սկևայի, քահանապետ էր Սկևան, գիտեք։ Իրանք եկան ուզում են չարին հակառակին, բայց հանձնված չին Աստծուն։ Չարի հոգին ասես դու ով ես։ Մի անգամից իրան հարցակվեցին, շատ ահավոր ձևով իրանք հազիվ փախան այդ չար հոգից։ Հանձնվենք Աստծուն ամբողջովի։ Գիտեք, այս շատ կարևոր է։ Տերը մեր սիրտը ամբողջովի է ուզում, որ իրան սիրենք։ Կիսատ պրատ չի ուզում։ Կիսատ պրատ, էսի մենք մեզ ենք խափում։ Կիսատ պրատը վտանգավոր է։ Եվ ասում է, եթե այս բաներն անենք, համ պետքա հանձնվենք Աստծուն, համ հակառակենք չարին, եւ հետո մեզանից կփախչի եւ հաղթանակը կգա։ Էսի մի բան է, որ շատ պետքա մենք աղոթենք։ Գիտեք, սրա մասին պետքա աղոթենք։ Եթե մեր կյանքերի մեջ մենք քննում ենք, տեսնում ենք թույլություններ կամ կոմպրոմիս, պետքա աղոթենք, Տեր, այսինչ կետը քեզի փառք չի բերում։ Այսինչ կետը չարը այս դուրով ներս է մտնում եւ ուզում է ինձի տանի դժոխք։ Այս կետը հանձնում եմ քեզ։ Տերն էս է ուզում լսի։ Տերը չի ուզում լսի, որ ես այսինչ բաներն եմ ուզում, ոնց որ որոշ երեխեքը գալիս են ձմեր պապիկին, ձմեր պապիկ, ես այսինչ եմ ուզում, նոր ավտո եմ ուզում, ես իմ լավ կին եմ ուզում, որ շատ սիրուն է։ Սենց բաներ են մարդիկ աղոթում, բայց իսկական աղոթքն էս է։ Տերն ուզում է մենք հավատարիմ լինենք իրան, սիրենք իրան։ Մենք պետքա հետաքրքրվենք այն բաներով, որ մեր Տերն է հետաքրքրված։ Իրա մտքերը շատ ավելի բարձր է մեր մտքերից։ Գիտեք, ես հիշում եմ տարիներ առաջ, որ ես հələ որ չեմ փսակվել, փնտրում իմ կնոջս, որ մեկի հետ պետքա փսակվեմ, եւ նույնպես էլ իմ ծնողներս շատ են ասում, որ բա երբ ես փսակ, մեկին ճարել ես, ինչպես որ շատ հայերի մոտ է լինում։ Ես այս աղոթքն աղոթեցի։ Ասի Տեր ջան, ես մարդ եմ, սխալվում եմ։ Ես կարող եմ մեկին ընտրեմ, որ սխալ մեկը դուրս գա։ Կարող է այս անձնավորությունը խափի ինձ։ Ես չհասկանամ։ Բայց դու չես խափվում։ Դու ամեն ինչ գիտես։ Դու նույնպես ամենալավն ես ուզում իմ համար։ Ուրեմն իմ որոշումը ուզում եմ, որ դու անես։ Սա իմ աղոթքն էր։ Եվ անընդհատ այս աղոթքն աղոթեցի։ Տեր, ինձի ցույց տուր քո ուզեցած ընտրված կինը իմ համար։ Եվ գիտեք, տարիներ տևավ։ Այդ պատասխանը մի անգամից չեկավ եւ վերջը Տերը ցույց տվեց։ Տերը այսպես է ուզում, որ մեր որոշումները իրան include անենք մեջը եւ հանձնվենք իրան ամեն մեր որոշումների մեջ։
Գիտեք, որոշները կան իրենց որոշումն անում են, հետո գայս են ասում են, Տեր, օրհնի իմ որոշումը, օրհնիր։ Էդի սխալա։ Թող որ առաջ լինի Տիրոջ որոշումը եւ հետո մենք գնանք իր հետևից։ Ամեն, թող որ Տիրոջից առաջ չընկնենք։ Հիսուսն ինչ ասում, ասում խաչը վերցրեք ինձանից առաջ գնացեք։ Ոչ։ Հիսուսն ասում խաչը վերցրեք եւ իմ հետևից արեք։ Ինչու ասում խաչը վերցրեք։ Ինչու չի ասում որ քաղցր մի բան վերցրեք ու իմ հետևից արեք։ Որտեղ որ դժվար է։ Խաչի մեջ ցավ կա, սիրելիս։ Մեզի պատմում է Տերը այս բաները, որ սուրպրիզ չլինի մեր համար։ Գիտեք, Տերը մեզի եւ իր ժողովրդին զգիստից զգուշացնում է։ Ասում է սա ճանապարհը դեպի հավիտենական կյանք եւ ասում է որ ես որոշում եմ տալի քեզ։ Իմ հետևից արի։ Ես քեզ այսքան սիրել եմ։ Այսքան բաներ եմ քեզ տվել։ Այդ շունչը որ շնչում ես, այդ ինձանից նվերա քեզ։ Ուզում ես իմ հետևից գաս, արի իմ հետևից։ Հիսուսը մեզ էլ չի բրդում, որ իր հետևից գնանք։ Ասում է որոշում եմ տալի։ Հա։ Սիրիր ինձ, էդ է ուզում Տերը։ Եվ եթե մեկը որ սիրում է, նայ եթե դու քո սիրածին սիրում ես, պատրաստ ես որ շատ ցավերի մեջով անցնես։ Դրա պատճառով, բայց երբ որ այդ ցավերով անցնում ես եւ հասնում ես քո սիրածին, դու պարտված չես։ Կարող է լրիվ մարմինդ վերքոտվել է, մինչև որ հասել ես իրան։ Բայց իմացի որ դու հաղթանակով ես։ Սիրելիս, կարող է դու այսօրում վերքոտված է քո սիրտը։ Կարող է մեկը քեզի վիրավորել է, որտեղ որ դու Տիրոջը հավատարիմ ես եղի։ Կարող է քո անհավատ բարեկամները քեզի հայհոյել են, անարգել են, ահավոր բաներ են ասի, սուտեր են ասի քո մասին։ Ուզում եմ որ իմանաս որ Տերը քեզ սիրում է։ Տերը քեզ չի մոռացել։ Եվ գիտեք, այս խոսքն է Տերն ասում, նույնն էլ ինձ են արել։ Նույնն էլ ինձ են արել, մի հուսահատվի։ Բարի պատերազմը, պատերազմի, առաջ գնա։ Եվ Տերը վերջը խոստմունք ունի քո համար։ Ամեն։ Ինչպես որ Իսրայել ազգը Տերը խոստմունք է տալի իրանց, պատերազմից հետո հասնելու եք խոստմունքի մեղրի եւ կաթի երկիրը։ Նույնպես էլ մեզի խոստմունքներ է տալի։ Եվ կուզենամ մեկ քիչ այս խոստմունքներից կարդամ։ Եվ այս խոստմունքները գալիս են Հայտնություն 2։ Նրանք որ հաղթանակով ապրում են այս կյանքը։ Այսինքն կոմպրոմիսի չեն ենթարկվում, իրավունք է տրվում, որ կյանքի պտուղից ուտեն, կյանքի ծառի պտուղից։ Այո, Հայտնություն 2:7-ն է։ Հայտնություն 2:11 նրանք որ հաղթանակով են վերջացնում, հաղթահարում են, երկրորդ մահն իրանց չի ազդի։ Հայտնություն 2:17 նրանք որ հաղթահարում են, իրանց կտրվի մանանեխը, մանանան, այո, երկնքից մանանա կտրվի իրանց, և սպիտակ քար իրանց կտրվի, և իրանք կստանան նոր անուն այդ քարի վրա։ Եվ ասում է, որ նրանք որ հաղթահարեն, Հայտնություն 2:26-ն է։
Քրիստոսի հետ կթակավորեն։ Ամեն։ Քրիստոսի հետ կթակավորեն։ Հայտնություն 3:5 Նրանք որ հաղթահարեն սպիտակ հանդերձներ կստանան եւ իրանց անունը կլինի կյանքի գրքի մեջ։ Եվ այս մասը շատ սիրում եմ, ասում որ Հիսուսը հրեշտակների եւ Հայր Աստծու առջև կդավանի իրանց անունը։ Ինչքան զարմանալի բան է։ Մենք ով ենք, որ նա մեր անունը դավանի, բայց ասում է, այսպես հարգանք է։ Ասում է, ես կդավանեմ նրանց անունը, որ հաղթահարեն մինչոր վերջ։ Հայտնություն 3:12 Նրանք որ հաղթահարեն, իրանց կդարձնեմ սյուն Աստծո տաճարի մեջ։ Սյուն։ Այսինքն անընդհատ Տիրոջ ներկայության մեջ կլինենք իր տաճարի։ Հայտնություն 3:21 ասում որ նրանք որ հաղթահարեն կնստեն Քրիստոսի հետ իր գահի վրա։ Ամեն։ Ինչքան զորեղ բաներ է Տիրոջ խոսքն ասում եւ ինչ զարմանալի Տեր ունենք։ Եվ հայտնություն 21:7-8 հետեւյալ խոսքն ասում որ նրանք որ հաղթահարեն կյանքի ջուրը իրավունք կտրվի որ իրանք խմեն։ Եվ իրանք նույնպես կկոչվեն ալֆա եւ օմեգայի երեխաները։ Երեխաները կկոչվեն ալֆա եւ օմեգայի։ Իրոք սիրելիներ, այս Տիրոջ ծրագիրն է։ Տերը օրիգինալ հաղթահարողն է։ Եվ ուզում է որ մենք էլ նույնպես հաղթահարենք եւ հաղթանակով այս կյանքն ապրենք իր համար։ Չնայենք մեր ցավոտ վիճակները, Գիտեք լինում է այս բաները։ Երբ որ նայում ենք առաքյալներին, երբ որ նայում ենք մարգարեներին, գիտեք ռիվ առաքյալներին բացի մեկին նահատակեցին։ Այս աշխարհից իրանք գնացին այդպես։ Բայց գիտեք, իրանք ամենը հաղթանակով գնացին։ Թող որ մեր հայացքը լինի ճիշտ բաների վրա։ Թող որ մեր հայացքը լինի հավիտենական բաների վրա։ Մեր հայացքը չլինի այն բաների վրա, որ ժամանակավոր են։ Գիտեք, ես օրինակներ տվեցի օծված մարդիկ, որ հայացքը դրելին ժամանակավոր բաների վրա, փողի վրա։ Թող որ կենտրոնանանք մեր Տիրոջ վրա։ Պահերա գալի, որ կորցնում ենք որոշ բաներ։ Գիտեք, Դավիթն էլ այս խոսքն ասում է, իմ թշնամիներն եկան եւ պահ եղավ, որ ինձի պարտավորեցին, որ ես տայիմ իրանց մի բաներ, որ չեր պատկանում իրանց։ Բայց գիտեք, վերջը Հիսուսը գալիս է Դավիթի սերունդից։ Գիտեք, Հիսուսը մատը դնում է Դավիթի վրա, իրանց սիրում է։ Պահեր կա, որ ցավեր է լինում, թող որ այդ ցավերին չնայենք, այլ նայենք մեր Տիրոջը։ Եվ թողնենք, որ Տերը մեզի առաջնորդի իր ճանապարհի մեջ, իր հաղթանակի մեջ եւ վազենք այս մրցությունը, այս race անգլերենով ասում է, նայելով Տիրոջը։ Գիտեք, շատ կարևոր է, որ մեր հայացքը ուր դեղա։ Եթե մեր հայացքը սխալ բաների վրա լինի, շատ հեշտ է շփոթվելը։ Մեր հայացքը պետք է Հիսուսի վրա լինի։ Նա է մեր հույսը, նա է մեր ապագան, նա է մեր հաղթանակը,
նայա մեր արդարությունը, ամեն ինչ ունենք իր մեջ։ Թող որ փոք չկանք իրանից, սիրելիներ, սիրենք իրան, հետևենք իրան։ Այս օրերը չար են, բայց Տերը թող որ իր լույսը մենք հետևենք, նայենք իրան։ Եվ կաղոթեմ, որ օրհնվել ես այսօրվա խոսքով, սիրելիս, եւ նույնպես էլ կաղոթեմ, որ Տերը ձեզի ուժը տա եւ իր հոգով զորացնի, որ հաղթանակով ապրենք։ Ամենս հաղթանակով ապրենք։ Ամոթով չլինենք վերջի օրը, որտեղ որ սա է Տիրոջ ծրագիրը եւ կամքը։ Տեր իմ Հիսուս ջան, փառք ենք տալի քո սուրբ անունդ։ Շնորհակալ ենք քո սիրո համար։ Շնորհակալ ենք քո բարիության համար։ Շնորհակալ ենք, որ դու հաղթեցիր աշխարհը։ Դու չնայեցիր ինչն է քո համար հարմար, այլ նայեցիր մեր համար արեցիր, մեր համար որն է լավ, ցավի մեջով անցար։ Շնորհակալ ենք Տեր ջան, գնահատում ենք քեզ Տեր, սիրում ենք քեզ Տեր, օգնիր որ քեզ սիրենք ավելի շատ։ Եվ կաղոթեմ սիրելիների համար, որ այստեղ են, կաղոթեմ որ այս նվերներն որ տալիս են, օրհնված լինի եւ ընդունելի լինի քո առջև Տեր իմ Հիսուս ջան։ Կաղոթենք որ նույնպես իրանց գործերը, իրանց կյանքը դու առաջնորդես եւ օրհնես Հիսուս Քրիստոսի անունով ենք աղոթում։